նախ ուզում եմ ասեմ հետևյալը։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափերով ողջունենք Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր այն քույրերին եւ եղբայրներին, ովքեր նույնպես պատանդի կարգավիճակում են եղել այս պսևդո էլիտայի ձեռքին, սա շատ կարևոր է։ Եվ ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, ես չեմ հասկանում Ղարաբաղում ապրած հասուն տղամարդուն, որը բուխախը վրեն գալիս այն ասում է դու Ղարաբաղը ծախել ես։ Լսեք, այդ մարդիկ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին մարտական գործողությունները սկսելուց ժամեր անց 50 կիլոմետրանոց շարաշունա ձևավորվել Ղարաբաղից դեպի Հայաստան։ Այդ մարդիկ մինչև հիմա պատասխան տվել են եւ հիմա նրանք գալիս են խաղեր են խաղում զոհվածների թվերի հետ։ Ես ասում եմ հիմնավորեք այդ 5000 զոհ անունը տալուց հետո կամ առաջ դուք պարտավոր եք դա հիմնավորել, որովհետև դուք իրավունք չունեք մանիպուլացնել, որովհետև դա նշանակում է, որ դուք արյան ծարավ եք, դուք Հայաստանի քաղաքացիների արյան ծարավ եք, դուք ուզում եք նսեմացնել այդ թվում մեր զոհերի զոհությունները, որովհետև նրան զոհությունների արդյունքում է, որ այսօր մենք ունենք պետություն, այսօր մենք ունենք ազատություն, այսօր մենք ունենք ժողովրդավարություն եւ մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ։ Զարուհի, ինչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում, գետի նմտնես, դու անես ընդարապես, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի, կաշառակել ստահակ, գետի նմտնես, Ռոբին ու Սերժին ծախված, ընդհանրապես հետո պարզվեց, որ դուք Քոշեֆը Ռաֆիով բանով ծախված էիք եւ ամեն անգամ ժողովրդին առաջնորդում էիք դեպի պարտություն, ամեն անգամ գիտակցված, դուք բոլորը ծախու ընդդիմություն եք եղել, դու, Լևոնը, Ռաֆին, Վազգենը, մյուսները, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից եւ Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն, այդ հեղափոխությունը 18 թվին չեր լինի, այդ հեղափոխությունը կլներ 2003 թվին, այդ հեղափոխությունը կլներ 2004 թվին, եթե Լևոնը, Ռաֆին, Զարուհին ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գրացած չլնեին ժողովրդին։ Դուք պետք է պատասխան տաք, թե ինչի հեղափոխությունը եղել 18 թվից, ինչի 96 թվից այս ժողովուրդը երազում է, որ ինքը տեր լինի իր իշխանությանը։ Վազգեն Մանուկյան, ծախված, Զարուհի Փոստանջյան, Ռաֆի Հովհաննիսյան, ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որոնք այս ժողովրդին ամեն անգամ տարել են դեպի պարտություն։ Եվ եկել է բոլոր ճշմարտությունները ասելու ժամանակը, դուք պետք է բացատրեք, ասում եմ, թե ինչի հեղափոխությունը 18 թվին եղել, կարող է ժողովուրդը 96 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 98 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2000 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2003 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2008 թվին ոտի չի կանգնել, ինչի հեղափոխությունը 2013 թվին ինչի հեղափոխություն չի եղել, որովհետև քեզ նմանը դու Ռաֆին ծախված ստակի նման ժողովրդի ձայները տարել դրել եք Սերժի ոտերի հատակ, մի քանի կոպեկի համար, ծախված ստակն են։
Այդ ոնց եղավ ժողովուրդ ջան։ Այդ ոնց եղավ։ Դրանք Սերժի, Ռոբերտի, Գագոյի մասին ինչեր ասում էին։ Մեկ էլ տենամ համախմբվում են Ռաֆին, Լևոնը, Սերժը, չգիտեմ ով համախմբվում են, որովհետև դրանք նույն մաֆիայի ներկայացուցիչներն են եղել, դերապաշխում են արել իրար մեջ, այս ժողովրդին քթից բռնած, տասնամյակով տարել են հրապարակից հրապարակ, փողոցից փողոց եւ ամեն անգամ խաբել տուն են ուղարկել, եւ պետք է ուղիղ ասել 2018 թվականը ոչ միայն ծախու իշխանության դեմ ա եղել, այլ ծախու ընդդիմության դեմ ա եղել, իդեմս Ռաֆիների, Լևոնների, Վազգենների եւ ուրիշների։